տարածաշրջանը պայթեց։ Փետրվարի 28-ին շաբաթ օրը սկսվեց այն, ինչ բազմաթիվ վերլուծաբաններ անխուսափելի են համարում արդեն շաբաթներ շարունակ։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համատեղ ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Ինչ է կատարվել առ այս պահը, ինչ զարգացումներ կան և այդ զարգացումները ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի վրա, որքանով են իրական մտավախությունները, որ Հայաստանը ինքը ևս կարող է դառնալ թատերաբեմ, կամ ուղղակի ֆիզիկապես չի դիմանա փախստականների մեծ հոսքին։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, ինչպես արդեն կռահեցիք, այսօր խոսելու ենք արդեն իրականություն դարձած Իրանում պատերազմի մասին։ Իրանի ուղղությամբ օդից ու ծովից հարվածների մի քանի ալիք գրանցվեց պատերազմի հենց առաջին օրը, փետրվարի 28-ին։ Մեկ օր անց ամերիկյան աղբյուրները տեղեկություններ տարածեցին, որ միաժամանակ տասնյակ օբյեկտների են հարվածներ հասցվել։ Առաջին օրվա արդյունքների մեջ նշվել է նաև Իրանի շուրջ 50 բարձրաստիճան զինվորական, քաղաքացիական և հոգևոր գործիչների սպանությունը։ Նրանց թվում նաև Իրանի գերագույն առաջնորդն էր։ Ալի Խամենեիի մահվան մասին առաջին տեղեկությունները տարածեցին իսրայելական աղբյուրները։ Ըստ այդմ, գերագույն առաջնորդը սպանվել էր հարձակման առաջին ժամերին ավիահարվածի հետևանքով։ Իրանական կողմը նախ հերքեց, իսկ մոտ մեկ օր անց պաշտոնապես հաստատեց առաջնորդի մահվան մասին տեղեկությունները։ Իրանն արձագանքել է սպասվածից ավելի կտրուկ ու ավելի մեծ աշխարհագրությամբ։ Երկու օրվա ընթացքում Իրանը հարձակվել է տարածաշրջանի 11 երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, Իրանը հարվածներ է հասցրել նաև Թուրքիային։ Թուրքական աղբյուրները հաղորդում են Ինջիրլիկի ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածների մասին։ Թուրքիայի տարածքին հասցված հարվածների մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Պաշտոնական տվյալներով Իրանը պատերազմի առաջին երկու օրվա ընթացքում 500-ից ավելի զոհ է ունեցել։ Իսրայելի կորուստների մասին դեռ դժվար է ամբողջական պատկերացում կազմել, հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին, հիմնականում քաղաքացիական բնակչության շրջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատել է պատերազմի առաջին երկու օրվա ընթացքում 3 զոհի և 5 վիրավորի փաստը։ Լիբանանյան Հեզբոլլահը միացել է պայքարին Իրանի կողմից և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, այդ թվում մայրաքաղաք Բեյրութին։ Միայն այդ հարվածի արդյունքում ըստ լիբանանյան աղբյուրների 30 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել։ Բայց Թել Ավիվը միայն դրանով չի սահմանափակվել։ Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում ցամաքային գործողություն սկսելու մասին և քաղաքացիական բնակչության թվում զոհերից խուսափելու համար կոչ է արել Լիբանանի հարավում գտնվող 52 բնակավայրերից բնակչությանը տարհանել։ Իրանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները մարտի 2-ին վերջին հրաժեշտն են տվել երկրի գերագույն առաջնորդ Խամենեիին։ Նույն պահին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար Ալիռեզա Արաֆիի տանը, այդ մասին հայտնում է Իսրայելի 9-րդ ալիքը։ Արաֆիի ճակատագիրը այս պահին դեռ մնում է անհայտ։ Ռազմական այս բախումը նաև հին ու նոր զինատեսակների գովազդի լավագույն հնարավորությունն էր բոլոր կողմերի համար։ Իրանն ապացուցեց, որ վերջին ամիսներին հրթիռաշինության մեջ կտրուկ առաջընթաց է գրանցել, ըստ էության նաև դասեր քաղելով 2025-ի ամառային բախումներից։ Ընդ որում, թիրախները միայն ցամաքում չեն եղել, իրանական ալիքները հրապարակում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին հասցված ենթադրյալ հարվածի մասին տեսանյութ։ Հրթիռն անցնում է մի քանի նավերի կողքով և խոցում դրանցից մեկը։ Ըստ իրանական լրատվամիջոցների, այդ նավը զինված է եղել հայտնի Տոմահավք հրթիռներով։ Մեկ այլ տեսանյութում Քուվեյթի երկնքում ամերիկյան F-15 ինքնաթիռի խոցման պահն է։ Ընդ որում շրջանառվում է վարկած, որ այս ինքնաթիռին խոցել է ոչ թե իրանական հրթիռը, այլ յուրայինների։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ ցույց տվեց, որ պատրաստ է անհամեմատ կարճ ժամանակահատվածում աշխարհի ցանկացած կետում ուժեր կենտրոնացնել և մարտական խնդիր լուծել, եթե դրա համար կա քաղաքական որոշում։ Թրամփն էլ ցույց տվեց, որ քաղաքական որոշումներ երբեմն կարող է կայացնել անհատը շրջանցելով այդ որոշումների ընդունման համար սահմանված երկարատև բյուրոկրատական քաշքշուկը։ Հետ չմնաց նաև Իսրայելը, նա էլ ցույց տվեց իր նոր զինատեսակները։ Աշխարհում առաջին անգամ հենց Իսրայելը մարտական պայմաններում կիրառել է լազերային հոբ համակարգը հյուսիսային սահմանին հրթիռներ որսալու համար։ Խոսքը հայտնի երկաթե ճառագայթ կոչվող համակարգի մասին է, այնպես որ չի բացառվում, որ շուտով դրոններին զուգահեռ նաև այս զինատեսակը կսկսի լայնորեն կիրառվել։ Այս պատերազմի նպատակների մասին մեկնաբանությունները շատ են ու առաջին հայացքից մի փոքր հակասական։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես նպատակ հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի բացառումը, ավելի ուշ դրան ավելացվեց նաև հրթիռների արտադրության հարցում սահմանափակումների պահանջը, քանի որ Իրանն արդեն կարողանում էր այնպիսի հրթիռներ արտադրել, որոնք ունակ են հասնել մինչև Եվրոպա, և շատ չի հեռու նրանից, որ սկսի արտադրել հրթիռներ, որոնք կհասնեն մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իսրայելը կողմ է այս պահանջներին, բայց դրան ավելացնում է ևս մեկը, այն է Իրանում իշխանափոխությունը։ Ամերիկան այդ մասին չի բարձրաձայնում, բայց Իրանը դա դիտարկում է որպես առաջնահերթություն։ Ու էլի մի հետաքրքիր մանրամասն, որի վերաբերյալ արտահոսք են արել ամերիկյան աղբյուրները։ Ըստ այդմ, ռազմական գործողությունների մեջ աշխատանքը բաժանել են հետևյալ կերպ. Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնականում հարվածում է ռազմական թիրախներին և միջուկային օբյեկտներին, իսկ Իսրայելը պետք է զբաղվի Իրանի զինվորական, քաղաքական և հոգևոր գործիչների, այսպես ասենք, չեզոքացմամբ։ Անկախ նպատակներից համաշխարհային տնտեսությունն արդեն զգում է Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքները։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին, սա ծովային ճանապարհով տեղափոխվող նավթի համաշխարհային զարկերակն է, առանց չափազանցության։ Այստեղով անցնում է ծովով տեղափոխվող նավթի մոտ 20%-ը։ Շուկան արձագանքեց գրեթե անմիջապես, արձանագրվել է նավթի և հեղուկ գազի գնաճ մոտ 20%-ով, սակայն ակնհայտ է, որ Հորմուզի բլոկադան շարունակվելու պարագայում գնաճը շատ ավելի շոշափելի կլինի դրանից բխող հետևանքներով։ Զուգահեռաբար Իրանը սկսել է հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին և ըստ էության չի սահմանափակվելու միայն Սաուդյան Արաբիայով։ Այս ամենը Հորմուզը փակելուց հետո կդառնա հաջորդ քայլը, որը ուղղակի ազդելու է նավթի համաշխարհային գների վրա, որի հետևանքները զգալու է նաև շարքային սպառողը։ Ինչպես է այդ ամենին արձագանքել Երևանը, պատերազմի առաջին օրը ՔՊ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնեց պլանավորված շրջայցին, օրը կհիշվի պեռաշկի ուտելու էպիկական կադրերով։ Երկրորդ օրը մոտեցումը մնաց նույնը, փոխվեց մենյուն, ՔՊ վերնախավը վայելեց եփած եգիպտացորեն՝ կուկուռուզ։ Մարտի 1-ի լրահոսում հուսադրողն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է նաև Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ, նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ, նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մշտապես կհիշենք Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար, գրել է Փաշինյանը։ Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի։ Հայ-իրանական սահմանին, այսպես ասած, փախստականների հոսք չի արձանագրվել։ Մարտի 2-ին հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Եղել են ժամանակավոր խնդիրներ, անգամ սահմանը որոշակի ժամանակով եղել է փակ, բայց խնդիրները կարգավորվել են և այժմ սահմանը գործում է սովորական ռեժիմով։ Դեսպանը փաստացի հաստատեց, որ հայ-իրանական սահմանին այս պահին արտառոց տեղաշարժ չկա, այսինքն իրանահայ համայնքը կարծես չի շտապում ժամ առաջ լքել այն երկիրը, որտեղ արժեքներ ու իմիջ են ստեղծել հայերի մի քանի սերունդ անընդմեջ, այնպես որ եթե վարձով բնակարան ունեիք ու հույս էիք պահում, որ կհաջողվի այն Իրանից հեռացած մեր հայրենակիցներին կամ հենց իրանցիներին տալ ավելի թանկ գնով, դեռ մի շտապեք ազատվել ձեր ներկա վարձակալներից։ Այսքանը այսօրվա համար, սպասենք հետագա զարգացումներին, որոնք ընթանում են վախեցնող արագությամբ ու անկանխատեսելիությամբ։ Ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։